Օգոստոսի 12-ին նշվում է երիտասարդության միջազգային օրը։ Տավուշի մարզում այս առիթով անցկացվեցին մի շարք միջոցառումներ, տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ խորագրով։ Բայց տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում, տարբեր միջոցառումներ են իրականացվում, որոնք երիտասարդության տարբեր պահանջմունքներ բավարարելու նպատակ ունեն ու եւս մեկ անգամ առիթ է երիտասարդության կարևոր դերը ընդգծելու։ Եվ մենք չենք կարողանում մասն մնալ, դրա համար նախաձեռնել ենք մի քանի միջոցառում, որոնք երիտասարդության տարբեր խմբերի համար են, քանի որ ըստ պահանջմունքների նրանք բավական տարբերվում են, դրա համար բազմաբովանդակ ենք ընտրել մեր օրակարգը, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ համայնքի տարբեր հատվածներից գտնի իր հետաքրքրությունների շրջանակը ու մեզ հետ օրվա ինչ-որ մի մասն անցկացնի։ Այս աշխարհում երիտասարդներին անտեսելը երբեք լավ բանի չի բերում, այսպես ասած, ու մենք չենք կարողանում մասն մնալ սրանից։ Սրանից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլոր երիտասարդներին ու եւս մեկ անգամ ոգեշնչել համ մնալ համայնքում, համ փոփոխություններ անել եւ ստանձնել առաջնորդի դերը իրենց համայնքներում։ Իջևանում օրվա միջոցառումները մեկնարկեցին համայնքն իմ աչքերով նկարչական պլեներ սիմպոզիումով։ Երիտասարդ նկարիչները ստեղծագործեցին շատրվանների հրապարակում եւ քանդակների այգում իրենց աշխատանքներում ներկայացնելով համայնքի նկատմամբ իրենց ընկալումներն ու պատկերացումները։ Ազգերի ապագան երիտասարդների ձեռքերում է եւ մենք պետք է մեծապես կարեւորենք երիտասարդների շարունակական զարգացումն ու ժամանակին ընդառաջ քայլելու հնարավորությունները ապահովենք երիտասարդի համար, քանի որ թե ուզում ես երգդ լսեն ժամանակից շունչը դարձիր, դա միշտ արդիական է։ Լոֆթ Իջևան երիտասարդական կենտրոնը հիմնականում աշխատում է համայնքի երիտասարդների հետ, հիմնվելով հենց երիտասարդների կարիքների եւ առաջարկի վրա։ Այսօրվա օրն էլ Լոֆթի օրակարգում կարևորվում է եւ շեշտադրում ենք արել ազգայինի պահպանման, արժեքների առանձնացման եւ համայնքը մեր աչքերում եւ մեզանով տեսնելու կարեւորությանը։ Օրվա ընթացքում Լոֆթ Իջևան երիտասարդական կենտրոնում անցկացվեցին նաև երիտասարդներն ու միջազգային կրթական հաստատությունները խորագրով քննարկումը, ինչպես նաև հուշեր կրթամշակութային ակումբի հետ ազգային պարերի եւ խաղերի բաց դասը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ազգային մշակույթին եւ ակտիվորեն մասնակցելու պարերին ու խաղերին։ Այսօր երիտասարդների օրն է ու բացի այն, որ ցանկանում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, նաև ցանկանում եմ նշել, որ պետք է միշտ հիշենք մեր երիտասարդների մասին, բարձրաձայնենք նրանց խնդիրների մասին, օգնենք նրանց առաջ շարժվել իրենց նպատակների եւ երազանքների մեջ։ Օրն Իջևանում անցավ ակտիվ ու հագեցած, երիտասարդները միավորվեցին ստեղծագործելու, նոր հնարավորություններ բացահայտելու եւ ազգային մշակույթը վերարժևորելու շուրջ համայնքի տարբեր անկյուններում մասնակցելով օրվա միջոցառումներին։